Ողջ 1%։ Շնորհակալություն ուշադրության համար, նայեցական հարցեր մեծ հաճույքով փորձեմ պատասխանել։ Կանահասարի թե կարելի է ուզում էին ճշտել եկեղեցու եւ կաթողիկոսի հետ կապված հարցում այս փուլում չեք ներառել եւ պատճառ։ Դե հայ առաքելական եկեղեցու գնահատականը կա, տեսնում եք, որ գրեթե 80% դրական է վերաբերում հայ առաքելական եկեղեցուն։ Կա նաեւ վերաբերմունք, թե ինչ է կատարվում, մենք ինչ-որ ձևով կարելի է դա նաև չկարծում, որ պետք է անջատ դիտարկել կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ ասում եմ, եթե կաթողիկոսի աշխատանքը լինի վատը, այսպիսի գնահատական չի լինի հայ առաքելական եկեղեցուն, հիմա չդիտարկենք իրեն որպես մարդ, այլ ինստիտուտի որպես մասնիկ դիտարկենք, Նախորդների համարների հայ առաքելական եկեղեցու գրեթե անփոփոխ է մնացել, աշխարհով այս թիրախավորումը գրեթե անփոփոխ է մնացել։ Իսկ այդտեղ որ կա հարցը, որքան եք հավանցել արվիստ քաղաքական գործիչների ինստիտուտների Նիկոլ Փաշինյանը կարծես թե 6-րդ, այսինքն դա իր անձով պայմանավորված է 6-րդը, թե կառավարության գործունեության։ Քանի որ ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը դա ես եմ, հա, ձեր հարցի պատասխանը կարծում կա։ Մենք նույնն է գրեթե մնացել, այդպես փոփոխություն չկա, 21%-ը լիովին հավանություն է տալու աշխատանքի համելքում։ Հարցեր չկան, եթե չկան, բոլորին շնորհակալություն եմ հայտնում, ձեր